Մարդկության պատմության ընթացքում պատերազմների վարման կանոններն ու ձևերն անընդհատ փոփոխվել են, արտացոլելով կոնկրետ ժամանակաշրջանի տեխնոլոգիաների, սոցիալական կառուցվածքների եւ քաղաքական համակարգերի զարգացումները։ Առաջին ռազմական դոկտրինաները ծագել են հին պետություններում, որտեղ պատերազմը գոյատևման եւ ընդլայնման անբաժանելի մասն էր։ Հին Եգիպտոսում եւ Միջագետքում բանակները վատ կազմակերպված աշխարհազորայիններ էին, բայց առաջին կայսրությունների ի հայտ գալու հետ մեկտեղ մարտավարությունը բարդացավ։ Ասորիներն առաջինն էին, որոնք հիմնեցին երկաթե զենքերով եւ պաշարողական մեքենաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։ Այնուամենայնիվ պատերազմը հեղափոխեցին հույները, զարգացնելով ֆալանգը, ծանր զինված հոպլիտների, այսինքն մերձամարտի համար նախատեսված հետևակի խիստ կազմավորումը։ Իդեպ այն գործնականում անխոցելի էր անկազմակերպ հարձակումների համար։ Ռոմեացիներն էլ կատարելագործեցին այս մոդելը, ստեղծելով լեգիոններ, որոնք համատեղում էին մանիպուլյատիվ մարտավարության ճկունությունը երկաթե կարգապահության հետ։ Շրջադարձային պահը եղավ հրազենի գյուտը, որը աստիճանաբար չեզոքացրեց ասպետական հեծելազորի կարևորությունը։ Իսպանական տերսիոնները, հետևակային ստորաբաժանումներ, որոնք միավորում էին նիզակակիրների եւ հարթափող արկեբուս կրողներին, դարձան ժամանակակից բանակների նախատիպը։ Նապոլեոնյան արշավանքները վերափոխեցին պատերազմի էությունը, այն պրոֆեսիոնալ բանակների հակամարտությունից վերածելով ազգերի բախման։ Իսկ համընդհանուր զորակոչի ներդրումը թույլ տվեց Ֆրանսիային իսկ ավելի ուշ այլ տերություններին ստեղծել միլիոնավոր թվաքանակով բանակներ։ Պրուսական ռազմական դոկտրինը, որը հիմնված էր արագ մոբիլիզացիայի եւ վճռական հարվածի վրա, ապացուցեց իր արդյունավետությունը Գերմանիայի միավորման համար մղվող պատերազմներում։ Սակայն տեխնոլոգիական նոր զարգացումները պատերազմն ավելի արյունալի դարձրին։ Մասնավորապես առաջին համաշխարհային պատերազմը ցույց տվեց, որ վճռական մարտի դասական դոկտրինաները հնացած են։ Խրամատային պատերազմը, տանկերը, ինքնաթիռները եւ քիմիական զենքը հակամարտությունը վերածեցին լիրքային սպանդի։ Ի պատասխան դրան Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում մշակեց Blitzkrieg-ը, տանկերի եւ ինքնաթիռների օգտագործման կայծակնային հարվածների ռազմավարությունը։ 1945 թվականի միջուկային զենքի մշակումը ամբողջությամբ փոխեց մարտական ռազմավարությունը։ ԽՍՀՄ եւ ԱՄՆ-ն ընդունեցին միջուկային զսպման դոկտրինա, որի հիմնական նպատակը պատերազմի կանխարգելումն էր։ Միևնույն ժամանակ պարտիզանական պատերազմը եւ ժողովրդական բանակի հայեցակարգերը տարածվեցին ամբողջ Ասիայում եւ Աֆրիկայում։ Այսօր արդեն հիբրիդային պատերազմի հայեցակարգ, որը համատեղում է կանոնավոր զորքերը, քարոզչությունը, տնտեսական շահը, հաքերային հարձակումները եւ մասնավոր ռազմական ընկերությունները, հաջողությամբ փորձարկվում է ներկայիս հակամարտություններում։